Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում է խաղային երեկոն մեզ մոտ եւ երկրորդ հանդիպումն ենք միասին գելու, կարող տեսնում ենք մեկնարկեց Մոնցան ընդդեմ Լիոնին կրկին Եվրոպա լիգայի онլայն կուբի առաջին խմբից երկու թիմեր են մրցում միմյանց դեմ Ապոլին քիչ առաջ հաղթեց Ռեալին իր առաջին հաղթանակը գրանցեց եւ հավասարվեց Մոնցային միավորներով Մոնցան էլ իր երկրորդ խաղը հիմա կանցկացնի այն տուրի եւ տեսնենք ինչպես կանցկացնեն այս խաղը երկու թիմերը արագ Անցնենք թիմերի կազմերին Մոնցայի դարպասապանն է այսօրվա համար 16 գոլ Միրխանյանը 5 Վենետիկ Չոկանդարյան հիմա վտանգավոր հենց մեկնարկում կարողանում է Մոնցան հաշվի մեջ առաջ անցնել Մուսա Ալեքսանյան 1-0 Երկրորդ րոպե Մուսա Ալեքսանյան 1-0 Հանդիպան հաշիվը բացված է մեզ մոտ, շատ արագ կարողացավ Մոնցան իր առաջին գրով բացել հանդիպման հաշիվը եւ հիմա Լիոնը տպնդողի դերում է հայտնվում Տեսնենք նրանք ինչպես կարձագանք են այս գոլին Շարունակ է Մոնցայի կազմը համար 9 Վագեն Մելքոնյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 11 Սամվել Վարդանյան, համար 15 Վարդան Մուրադյան, համար 22 Գագիկ Մանուչարյան, համար 41 Մուրադյան և համար 44 Զաքարյան Լիոնի դարպասապահ համար 1 Արսին Ղազարյան, համար 3 Բաբկին Աբրահամյան, համար 4 Ռուբիկ Եգորյան, համար 6 Գալուց Բուլկասյան Համար 8 Լյուդվիկ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 13 Բուլակյան և համար 20 Արթուր Ասոյան, խաղի մրցավարն է Վագն Ակուլյանը։ Սա Ալեքսանյանը բացեց իր գոլերի հաշիվը Եվրոպա լիգայում Ակումներով անցավ գրոյի Մոնցան Կանդարյան Կապրոխացում վտանգավոր է Միլ Զեյնարյանի Բացը լավ չստացվեց այստեղ Մոնցան Ալեքսանյան պրկեց Ղազարյան է իր Ակարյան Սվատյան
Մանուչարյան Լիոնը խմեց գնդակը և հիմա կարող է Լիոնը անցնել արագ գրոյի Կային Մարտանյանը Ողջեց պաշտպանությունում Զենյակյան Մենք կրկին Մոնսան է գնդակը Մանուչարյան անդրադարձ և գնդակը Հարցես թե դարպասում է, ոչ, մրցավար Բանդավոր արված եղավ, անդրադարձ է տեսանք այնտեղ մոնցայք ֆուտբոլիստից Եվ պիվերջո Նաթար է վերցնում խայ մրցավարը այդ դրվագը դիտելու Գոլն արձանագրված է բարեկամներ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Մոնցան Եվ կարծես թե Գագիկ Մանուչարյանը Գոլ է գրանցում Ալեքսանյան երկար դադարից հետո վերադարձել է Մուսա Ալեքսանյանը կազմ քանի հանդիպում բացակայելուց հետո նա այսօր արդեն Սունավետ գործողությամբ աչքի ընկավ Մի ժամից կզան Ven, Gitza, ven. Ven. Նորից վտանգավոր էր և գոլ 3-0 մեզ մոտ Կրկին Գագիկ Մանուչարյանը դարձավ գոլերինակ Ներողություն եմ խնդրում Եղելի ֆուտբոլասերներ Մուսա Ալեքսանյան 3-0 դուբլ է գրանցում Մոնցայի արձակվողը և 10 րոպեում 23 գնդակ արդեն խփեց Սկավում կրկին նրանք ունեցել գրոյի վտանգավոր է և գոլ Մուսա Ալեքսանյան էտրիկ Մուսա Ալեքսանյանի կատարմամբ 4-0 Մուսա Ալեքսանյան 4-0 Շոր է դարձնում հաշիվը Ալեքսանյանը Լիոնը շատ
չափազանց բարդ իրավիճակում է հայտնվում, այստեղ էլ Ջուլակյանը փորձնում է գնդակը, Ալեքսանյան, Մենաղյան, ներվից հարված, անդրադարձ և անկյունային։ Եվ տեսնում ենք Լիոնը այս պայն։ Հարված չի կատարել այս խաղում։ Այնը խաղարկված է։ Երկրորդ անմեջ անկյունայինը կտեսնենք։ Կանդարյան փոխանցում Տուգանային հրապարակ։ Պտտվեց Զեյնալյանը հարվածը պակեցին և հիմա կարող է հակագրոյել այստեղ Լիոնը, տեսնենք և սրեցի վերջո խաղացողը գնդակը ատային այստեղ էլ Եգորյանը լավ գործեց պաշտպանությունում խանգավոր էր դժվարությամբ նորսած գնդակը գորն է Միխանյանը Առաջին անգամ գործի անցավ Միխանյանը այս խաղում Փայլուն սանքում Ջուլակյանի կողմից և վտանգավոր է դարձ եղավ Լատկեն Աբրամյանը հարված կատարեց Դամյանն է մատուցում գնդակը, սացրից Ջուլակյանի հարվածը պարկեցին և հիմա կարող է արագ անցնել լակագրոյի մոնցան թիկունքից լավ փոխանցում դեպի Զեյնալյանը, Զեյնալյան պարավ գնդակը ձաղ հարվածեց, սակայն Զեյնալյանը շալի կրկություն կատարեց Ջուլակյան Ակտիվացան արջևում Լեոնի խաղացողները Սան առաջին խաղը անցկացրեց Նապոլի հետ Եվրոպա լիգայի խմբային փուլում և կարողացավ հաղթել 5-2 հաշվով այսօր նույն Նապոլին նույն հաշվով հաղթեց Ռեալին և հիմա էլ տեսնում ենք ոնց է հաղթում է երկրորդ ամենմեջ տանակին տալվեց հիմա Կասյանը և Մուսա Ալեքսանյանը նորից հրակոցով մխրճեց գնդակը Արթուր Ղազարյանի դարպասը Մուսա Ալեքսանյան 5-0 հոկերի հեղինակ է դառնում Ալեքսանյանը և Որորդ գնդակը արդեն այս խաղարկությունում 15 րոպեում 4 գնդակ Ալեքսանյանից Նրա վերադարձը հիշարժան էր Նրա վերադարձը փայլուն էր
Եվ դեռ նա կարող է էլ ավելի ունազարդել այս գոլային երեկոն։ Խոսեցին Օլսայի խաղից առաջին տուրի, ասեմ նաև Եոնի անցկացրած խաղից, նա էլ Չոտար Արցախի հետ մրցեց և պարտվեց 1-6 հաշվով, նրանք դեռ որ չունեն այս պարակությունում։ Մանուչարյան և խանգավոր էր Մանուչարյան փոխանցումը։ Давай! Դեմիր Խանյան, ասավ գնդակի վերջով Դեմիր Խանյանին, նա էլ ստում ենք խաղի մեջ է, այս պային ստում ենք նա լուրջ գործի չի անցել այս խաղում Զեյնաղյան և շեղարվածին Զեյնաղյանը նորից լավ խաղարկումներ տեսանք Մոլսայի տղաներից Ադամյան լույսերը անջատվեցին խաղադաշտի տեսնում ենք բայց խաղը շարունակվում է կին լավ արկումներ Զեյնաղյան գտա Մանուչարյանին Գուլակյանը հեռացրեց գնդակը և երթական գրողներից մեկը կսկսի Վենետիկ Չոկանդարյանը սոր տեսնում ենք շատ կաղացողներ բացակայում են ցուցակից Ալեքսանյան շրջադարձ հարված և կարող էր էլ ավելի շքեղ դարձնել սա Ալեքսանյանը իսկ գոլային երեկոն մասնավորապես Ռաֆ Գևորգյանը, Արշալույս Պապոյանն, Նարեկ Բաղդասարյանը և այլ քանի խաղացողներ այսօր չկան հայտարարությունում Մոլսայի Պապոյանը 3 գնդակ է հեղինակել նշեցնել խաղացությունում Առաջին խաղի 5 գնդակներից 2-ը նա հեղինակեց այսօր տեսնում ենք նրա շրջանցեց արդեն գոլերի քանակով Մուսա Ալեքսանյանը վտանգավոր էր Զեյնաղյան և այդ փոխանցում Քեզ Մուրադյանին շտապում հիմա լույսները փայլում փոխանցում Տիկնոս Չոկանդարյանին ընթացքից հարվածնել Զեյնաղյանի փոխում է թիմին Արթուր Ազարյանը խախտում այստեղ է
Մենք մոտեցանք առաջին կեսի ավարտին։ Այնը 5 րոպե։ Եվ 5-0 հաշվով Մոնցան հաղթում է Լիոնին։ Մայլ Զաքարյանը փորձեց հերբից արված կատարել։ Եգորյան լավ նկատեց առջևում Աբրահամյանին, կարող է վտանգավոր լինել Աբրահամյան արված է շեղել Աբրահամյանին։ Շատ արագ անցավ կիսադաշտը, Մոնցան Զեյնաղյան ստացվեց հարվածը։ Բանգավոր էր նորից, Ղազարյանը պրկեց իր թիմին։ Արկված է անկունայինը։ Ալեքսանյան։ Ցույց փոխանցում Չոկանդարյան, նորից փակեց նարվածը։ Շարունակում է Մոնցան գրոհել։ Եվ կրկին անկունային։ Արկված է անկյունայինը, նորից վտանգավոր էր, կրկին անկյունային։ Սակն փոխանցում կուպյանային հրապարակ, Ջուլակյանը գնդակը հեռացրեց, ակում է երկրորդ տեմպով գրոհել Մոնցան։ Կանդարյան Ալեքսանյան ընթացքից նորից հրաշալի հարված և հիանալի գոլ կրկին Մուսա Ալեքսանյանից 6-0։ Մուսա Ալեքսանյան 6-0, 5-րդ գնդակը այսօրվա խաղում Ալեքսանյանի և կրկին հիանալի հարվածով գրավեց Ղազարյանի դարպասը Ալեքսանյանը։ Լայն ծառավ էր կարծես թե Ալեքսանյանի մոտ և խաղակեսի ընթացքում արդեն 5 գնդակ նայեցեց Նորից Մոնցանը գրում և շրջադարձ հարվածը ստացվեց Գագիկ Մանուչարյանի առաջին կեսն ավարտված է, մրցավարը սուլում է, Մոնցան 6-0 հաշվով հաղթում է Լիոնին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Երբ ֆուտբոլասերներ վերադարձանք երկրորդ կեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո Մոնցան հաղթում է վստահ առավելությամբ 6-0 հաշվով։ 5 գնդակ խփեց Մուսա Ալեքսանյանը, մեկն էլ Գագիկ Մանուչարյանը։ Շատ մեծ առավելություն ուներ առաջին կեսում Մոնցան Լեոնի նկատմամբ և շատ բարդ լինի համար, կարծես թե այսօր
Որ կարող եմ չվաստակել, բայց դե ամբողջ մեկ խաղակես կա, տեսնենք, ինձ հան է գրոում, հիմա այս գրոյից հետո թիմերի կազմերը վերիշենք, Ռադյան, սում, հեռացված է և անկյունային, Խարկված է անկյունային է չոկանդարյա պապուկ փոխանցում և այլ գլխով վարվածեց Ալեքսանյանը բարձր էր Ալեքսանյանի արվածը և հիմա անցնենք կազմերին Սայի դարպասում է Գորդեմիր Խանյանը, Վենետիկ Չոկանդարյան, Էմիլ Զինագյան, Վագն Մելքոնյան, Մուսա Ալեքսանյան Սամվել Վարդանյան, Տիգրան Զաքարյան, Վարդգես Մուրադյան, Գագիկ Մանուչարյան Լեոն Դարպասում է Արթուր Ղազարյանը, Վապկեն Աբրամյան, Ռուդիկ Եգորյան, Գալուստ Ղուկասյան, Լյուդվիգ Ադամյան, Ռաֆայել Աբրամյան, Ռոման Ջուլակյան և Արթուր Ասոյան Աղի մրցավան է Վագն Ակուլյանը Այսքանը պաշտոնական մասով Եվ Չոկանդարյանը խլեց գնդակը, դատակ դարպասի հիմա գրավեց Էմիլ Զեյնաղյանը, բայց քևորեցին խաղանկերները այստեղ Զեյնաղյանին, ամեն ինչ կարգին է Աշիվը թույլ է տալիս նման բաներին Զաքարյան, տեսնենք ինչ կմտածի, գնդակը թողեց Զեյնաղյանին անդրադարձ և անկյունային Արված է անկյունային Ընթացքից արված Չոկանդարյանից Պիսի ցնցող հարված էր, դարպասաձողն էլ ցնցած, այք ես հարված, ու այք ես փոխանցում, Այսյան կտվեց, Եվ հետ փոխանցում կատարեց Խաղարկումներ էինք տեսել Սակայն Ադամյանի փոխանցումը ուժեղ էր այս անգամ Չոկանդարյան խաղարկել է փոքրում վերջոն Քոնյանի հետ է խաղարկում Կապ Զաքարյանը Քոնյանը շարժվում է առաջ Սակայն դուրս եկավ ուտողից Ղազարյանը Ալեքսանյանը պայքարեց և մնաց գնդակով Մուսա Ալեքսանյանը, հրաշալի էր Ալեքսանյան Սում Ալյանի ձերքերի մեջ Անցումը
Այս երկու թիմերը նաև գցում են երկրորդ դիվիզիոնում եւ արդեն առաջին շրջանի հենց հանդիպումը հասկացրել են եւ կարողացել են երկու աշտով արդել Լիոնին Սա շրջանի երկրորդ հանդիպումն է այս թիմերի Այստեղ եմ տեսնում եք ոնց է հաղթում է Զեյնալյան Տեսնում եք այսօր շատ անգամներ փորձեց հարվածել Զեյնալյանը եւ դեռ Հետդ կա, տակ կարողանում բոլով աչքի ընկնել Ալեքսանյան փոխանցում Զեյնալյան եւ ի վերջո խփում է իր գնդակը Էմիլ Զեյնալյանը Լայն փոխանցում է ավելացնում գոլերին էլ Մուսա Ալեքսանյանը Էմիլ Զեյնալյան առաջին գնդակը Եվրոպա լիգայում Եվ այդքան փորձերից հետո ի վերջո կարողացավ Զեյնալյանը գրավել Ղազարյանի դարպասը Մենք կրկին Մոնցան է տիրում գնդակին Տանգավոր էր նորից Ախտում այստեղ էլ գրանցվեց Ուրակյան անաջող փոխանցում և նորից անցավ գրոյելու Մոնցան Մուսա Ալեքսանյան հրավառությունը շարունակվում է Ալեքսանյանի Մուսա Ալեքսանյանի 6-րդ գոլը և հավասարվեց Ռմբարկու Արշակ Գևորգյանին, Գևորգյանն էլ 6 գնդակ է հեղինակել երկու խաղում, բայց Մուսա Ալեքսանյանը 35 րոպեում կարողացավ 6 գնդակները հեղինակել, փայլ ուներ Նորից Մոնցան է գրոհում վտանգավոր է Եվ արված դարպասից արագ խաղարկեցին գնդակը Սա էլ Դեմիրխանյանի գնդակն է Այսօր տեսնում ենք Որցի մեջ չենք տեսնում շատ Դեմիրխանյանին Կամ հետը
Աբրազյան խաղաց Մանուչարյանի հետ, Մանուչարյան ցածից փոխանցում եւ գնդակը մնացել է դաշտի սահմաններում։ Չէ, ինի է։ Հեցին այստեղ գրոյի եզրում ոնց են խաղացողները, իմ հերթակագրողներից մեկը Չոքանդարյան, Զաքարյան և թական սեյվերից այս խաղի տեսանք Արթուր Բազարյանի կողմից։ Փոխանցում Զաքարյան, լավ խաղարկումներ հրաշալի էր կատարված ամեն բան, Քայլ Զեյնաղյանի արվածը շեղ էր։ Շոքանդարյան նորից լավ խաղարկումներ, կրկին Ալեքսանյան այսօր այս տղան մեզ զարմացնում է իր 7-րդ գոլը այսօր արդեն Մուսա Ալեքսանյանի կողմից։ Կրկին Մուսա Ալեքսանյանը գոլ է խփում և արդեն միանձնյա գլխավորում է Կոպա լիգայի ռամբարկուների ցուցակը, ազգադեպ գրողներից մեկը տեսանք, Աբրամյանը հարվածեց։ Հլեց գնդակը Մանուչարյանը նկատեց այնտեղ Զեյնաղյանին, Զեյնաղյան հարվածում։ Չարյան, Ալեքսանյան, Դավիթ Լոմանյանը, Գրիգորյանն է հեռացնում գնդակը։ Հակված է անկյունայինը։
Զաքարյան թայլում փոխանցում կողքից Նոչարյանի ուղղությամբ։ Անկյունային։ Անկյունայինը խաղարկված է, Շոկանդարյան, տեսնենք։ Լավ պատ խաղարկում։ Հալասար գնդակը Ջուլակյանին։ Ռամյան։ Կարող է։ Ջուլակը պայել իր մոտ այդպես էլ արեցին նրանք։ Ազարյան երկար փոխանցում։ Զաքարյան կրանքով թողնում է գնդակը Շոկանդարին, Ալեքսանյան խանգարեց այստեղ Ալեքսանյանին Զաքարյանը ջոդարձ արված էր փորձում կատարել Զեյնաղյանը, ստացվեց լերացնում է գնդակը Զեյնաղյանը այդ խաղի մեջ է Շոկանդարյան անկեր է պնդում Զաքարյանին Զաքարյանի հետ տանրադարձ անկյունային այս հաղթանակից հետո Մոնցան հավասարվի միավորներով Արցախին և նրանք ցական միավորով գլխավոր են խմբի կաչատարությունը և հաղթում Գավոր դիրքում տուգանային է վաստակել Մոնցան Եվ տեսնենք Շոկանդարյան թե Ալեքսանյան ով է արվածելու Կարծես թե Ալեքսանյանը ծավարը սուլում է Ալեքսանյան պատի իր վրա է վերցնում դակը Բայց գնդակ այստեղ Մուսա Ալեքսանյանը Յորդ խաղը Մոնցան անցկացնի Եվրոպա լիգայում Սարաշնության նորեկ կարիությունների հետ իսկ Լեոնը Նապոլի կընդունի Կինանկյունային Չին 5 րոպեները հանդիպման ավարտի և 4 հանդիպում կարող է այսօր անցկացնել Գորգե Միխանյանը անառիկ պայլով դարպասը Զաքարյան փափուկ փոխանցում և չասավ այս գնդակի
Հանգավոր է և փրկում է իր թիմին Արթուր Ղազարյանը անկյունային։ Կանդարյան կրնկով արված Վեյնարյանից վտանգավոր էր։ Կարնետում է կատարում Ղազարյանն էր, սակայն Մարկեզ Մուրադյանը տեղում էր։ Հաշելի փոխանցում Ալեքսանյան Ղազարյանն է նորից փրկում իր թիմին։ Խաղարկված է անկյունայինը, անցում Զեյնաղյան, նորից շեղյանացում Զեյնաղյանը, այլ այսօր պայլուն հանդիպում է անցկացնում։ Չարյան նկատեց Զեյնաղյանին, սակայն չասավ հակին Զեյնաղյանը։ Գյուլակյան ազվատել գրողներից մեկը Լիոնի է բարձր է արվածում Ջուլակյանը։ Ալեքսանյան հրաշալի անցում, փայլուն էր Ալեքսանյան լավ խաղարկում Չոկանդարյան և հիմա կարող էր այս փոխանցումը հրաշալի կերպով եզրափակել Զեյնաղյանը, ափսոս չհասավ այս գնդակին, սայի ֆուտբոլիստը։ Զեյնաղյան և վերջ մրցավարը սուլում է, կաղն ավարտված է, ոնցան շատ վստահ հաղթանակ է տանում Լիոնի նկատմամբ և երկրորդ անուն մեջ հաղթանակն է տանում Եվրոպա լիգայի խմբային փուլում, Լիոնն էլ երկրորդ անուն մեջ պարտությունն է կրում, այսքանն ենք պատրաստել ձեզ համար այսօրվա համար, խաղային շաբաթը ավարտված է, բարի գիշեր և ամենայն բարիք։